Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, CVK-ի տաղավարում այսօր հյուրընկալել ենք բժիշկ հասարակական մշակութային գործիչ Վահան Վարդապետյանին։ Բարև ձեզ, պարոն Վարդապետյան։ Բարև ձեզ։ Շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Event Report-ը ուսումնասիրության երկրորդ փուլի արդյունքներն է հրապարակել, համաձայն որոնց առաջին փուլի համեմատ հարցման արդյունքները վկայում են իշխող կուսակցության բարենպաստ տեղաշարժի մասին, մինչդեռ ընդդիմադիր կուսակցությունները ձայների բաշխման հարցում մնում են մասնատված։ Դուք վստահ եմ հետևում եք քաղաքական անցուդ դարձին, դուք ինչպես եք վերաբերում այս հարցման արդյունքներին։ Ես իհարկե թվային տվյալների չեմ տիրապետում, բայց իմ պատկերացումներով, իմ զգացողությամբ նույնպես պետք է վկայեմ, որ այսպես կոչված ընդդիմադիր տիրույթում հաստատ կա ավելի անկում, որովհետև մեր հասարակությունը, հուսով եմ, ճիշտ է գնահատում եւ կարողանում է նկատել ու նաեւ շատերը բնազդաբար գիտակցում են, որ ինչքան մոտենում է ընտրության օրը, այնքան ավելի ընդգծվում է առաջնային գաղափարը, նպատակը, պետականության, անկախության եւ խաղաղության պահպանման գերնպատակը։ Եվ բնականաբար դեռ այդ ամսաթվին մոտենալիս ավելի դրական միտումներ կնկատվեն։ Դրական ես նկատի ունեմ, չեմ թաքցնում, որ ավելի կշատանան այդ գերնպատակին հասնելու, այսինքն խաղաղության, պետականության ամրապնդման նպատակը, այդ գերնպատակը ամրապնդելու խնդիրը։ Սա քննարկման ենթակա չէ։ Ես նաև մի ուրախալի փաստ եմ ուզում ընդգծել, որ հասարակությունը տեսնում է, որ անվանումներով չէ, խորանում է բովանդակային այդ էության մեջ, ինչքան ուզում է հորջորջեն ուժեղ, հզոր եւ տարբեր տիպի Հայաստաններ։ Բոլոր դեպքերում հասարակությունը զգում է որտեղ է ուժը, որտեղ է բովանդակությունը, որտեղ է արհեստականությունը, որտեղ է ձևը։ Եվ մի անգամ արդեն ասել եմ իմ հարցազրույցներից մեկի ժամանակ, եթե հոգեվերլուծության ենթարկես, այդ ձգտումը, որ ներկայացնես ավելի ուժեղ, ավելի հզոր, ընդգծես անընդհատ Հայաստան, դա խոսում է հակառակի մասին, ուժեղը ուժեղ է, բովանդակայինը բովանդակային է։ Ես ճիշտն ասած այդ հարցումների տվյալներին, դարձյալ ասում եմ, թվային տվյալներին չեմ տիրապետում, բայց նաև մի դրական շարժել եմ նկատում։ Ես տեսնում եմ օրինակ արևմտյան գաղափարախոսության ուղղությամբ Հանրապետություն կուսակցությունը եւ չեմ թաքցնում, ես այդ կուսակցության ակտիվ աջակիցն եմ եւ շատ շահագրգիռ եմ, որ այդ կուսակցությունը ներկայանալի դերակատարություն ունենա նորընտիր խորհրդարանում։ Ու նաեւ չեմ թաքցնում, բացահայտ ասում եմ ինչու, որպիսի այս արժեհամակարգի կրող ուժը, որը ամենաառաջատար, ամենափորձառու, այսպես ասած, ամենահետևողական այդ գաղափարախոսությունը առաջ տանող ուժն է, հանձինս իմ ընկերոջ Արամ Սարգսյանի, ես կուզենամ, որ պարլամենտում իր կայուն եւ ներկայանալի տեղը ունենա եւ ուրախությամբ նկատում եմ, որ Արամ Սարգսյանի ելույթները, անգամ այդ տնտեսական վերլուծությունները, իրենց արդեն արժանի ընդունելությունը եւ համակրանքը ունեն։ Ես այդ շարժը զգում եմ եւ եթե ավելի փոքրինչ ագրեսիվ դառնա այդ քարոզարշավը, վստահ եմ, որ բավականին հաճելի անակնկալներ այս ուղղությամբ մենք կունենանք։ Հետո եթե դուք հարցնեք, իսկ նաև ինչ նպատակով եմ ուզում, դա էլ երևի մյուս հարցի ժամանակ ես կասեմ, Լիլիթ ջան։ Անդրադարձ դեռ կանենք, խոսենք Սամվել Կարապետյանի մի հայտարարության մասին, նա ասել է ինչու էր պետք փորձեր անել հեռացնել բարեկամ Ռուսաստանին մեր տարածաշրջանից, Ռուսաստանի հետ մեր տնտեսական ամենախորը կապերն են, Ռուսաստանն է մեզ էժան գազ մատակարարում, սիրով ընդունում մեր սեզոնային աշխատողներին, գնում մեր գյուղատնտեսական ապրանքների զգալի մասը, իսկ եթե դադարեցնի այդ ամենը, ինչ պատասխան եք տալու մեր ժողովրդին, որն ավելի կաղքատանա։ Ես բացարձակ այս հայտարարության որևէ տառին անգամ համամիտ չեմ, այստեղ քննարկելու ոչինչ չկա։ Մենք չենք Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններ վատացրել։ Մենք անգամ մեր իշխանությանը քննադատել ենք, որ միջև 22 թվականի սեպտեմբերը անընդհատ
Ռուսաստանի դաշտության հետ չի ուզեցել որևէ հակասության մեջ մտնել եւ միգուցե ճիշտ է արել, միգուցե, բայց բոլոր դեպքերում այստեղ մենք ընդհանուր շահեր չենք ունեցել եւ իրենք շահը սպասարկելու համար մեզ իրենք են դարձրել հակառակորդ։ Ամեն ինչ արել են, որպիսի Արցախի հարցը լուծվեր այսպես եւ մեղադրեին մեր իշխանությանը մեզ։ Ամեն ինչ արել է Ռուսաստանի Դաշնությունը, չեմ ուզում մանրամասնել, որովհետեւ պատերազմից առաջ անհրաժեշտ էր թիկունք Թուրքիայի, Ադրբեջանի հետ եւ ահա այսպիսի գործընթացներ տեղի ունեցան։ Եվ գիտեք ինչ, իհարկե քաղաքականություն է, իհարկե մեծ երկիր է, իր շահն է ուզում առաջ տանել, բայց նաեւ շատ ակնհայտ է եւ ողջ աշխարհի եւ մեր հանրության մեծամասնության համար, որ Ռուսաստանի Դաշնության քաղաքական վերնախավը մեզ դարձրեց իր թշնամին, այսպես ասած, եւ գիտեք, հայ հասարակությունը զգում է, ես մեծամասնության համար եմ դա ասում, զգում է, որ այն երկիրը, որը չի ուզում իր պետականության զարգացումը, ընդհակառակը ամեն ինչ անում է ծայրագավառի վերածելու, բարեբախտաբար արևմուտքին հաջողվեց մի մեծ գործիք Ռուսաստանի տակից փախցնել, դա Ադրբեջանն էր, Ալիևի գործոնը։ Հիմա իրենց ձեռքում մնացել են միայն տեղական գործոնները, այսպես ասած շարասյուների, հիբրիդային հարձակվողների եւ անունը տվեցիք։ Ես այդտեղ առանձնապես գաղափարական մտքեր, վերլուծականներ անել կարիք չունեմ։ Մոսկվայի մասին խոսեցինք, Դմիտրի Պեսկովը հայտարարել է Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում ընտրությունների համատեքստում հստակեցնել Հայաստանի ծրագրերը։ Ըստ ձեզ ինչ է սա նշանակում, այսինքն Մոսկվան բացեի բաց միջամտում է Հայաստանի։ Եթե արդեն հիբրիդային պատերազմը հասնում է միջև ամենաբարձրակարգ վերնախավը, միջև Ռուսաստանի Դաշնության նախագահը, մենք տեսանք այդ անգամ, ինչպես ասեմ, բանավեճ, որ տեղի ունեցավ, արդեն ավելորդ է Պեսկովի եւ մյուսի Սոլովյովների, Կոպիրկինի մյուսի մասին խոսելը, բայց ես նաեւ մի բան եմ ուզում ձեզ ասել, մենք այսպես խոսում ենք, քննադատում ենք, դա չի վերաբերում հայ-ռուսական հարաբերություններին, հայ-ռուս ժողովուրդների բարեկամությանը եւ ես վստահ եմ, որ այս տարածաշրջանում Ռուսաստանը ունեցել է եւ հետագայում պետք է ունենա շատ ավելի դրական ազդեցություն, այսինքն մեզ անհրաժեշտ է հայ-ռուսական նոր ճարտարապետություն հարաբերությունների, իսկ այդ ճարտարապետությունը պետք է նոր դեմքեր, նոր գիտակցությամբ, նոր գաղափարախոսությամբ շարժվեն։ Պատկերացրեք, մի կողմից հայ-ռուսական հարաբերությունների գլուխ կանգնած են այն ուժերը, որոնք ընդհակառակը միմիայն պախարակում են Ռուսաստանի դերն ու նշանակությունը, խոսքս հայտնի այդ ընդդիմություն ձևակերպված հորժորջվող ուժերն են եւ նույն Ռուսաստանի Դաշնությունում էլ նայեք նրանք, ովքեր որ անընդհատ ագրեսիվ հայտարարություններ Հայաստանի հասցեին։ Այսպիսի գործընթացները լավ տեղ չեն տանում։ Դրա համար պետք է բացարձակ նոր ճարտարապետություն հայ-ռուս հարաբերությունների։ Խոսենք նաև Պեսկովի մեկ այլ մի ուշագրավ հայտարարության մասին, չենք կարող շրջանցել, նա ասել է, որ Ղարաբաղի պատկանելիության որոշումը Երևանն է կայացրել, Մոսկվան կապ չունի, մեզ ավելորդ հղում տալ պետք չէ։ Գիտեք ինչ կա, Հայաստանին ուրեմն անկյուն քշել, Լեռնային Ղարաբաղի ժողովրդին դեպորտացիայի ենթարկել, հետո վտանգը սպառնում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը, մենք հիշենք Վարդենիս, Ջերմուկ եւ մենք կարող ենք նաեւ ավելի մեծ կորուստներ ունենալ Սյունիքի մասին է խոսքը, եթե Ալմատիի պայմանագրով չճանաչվեր փոխադարձ սահմանների, ինչպես որ այդ պայմանագրով ճանաչված է եւ այստեղ Հայաստանին բացարձակ մեղադրել ոչ ոք իրավունք չունի։ Սա այն դրույթներ եւ այդ դրույթի պաշտպանությամբ էր միայն հնարավոր պահպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ դրանով էր որ թե Միացյալ Նահանգները, թե ողջ Արևմուտքը պարտադրեցին Ալիևին, Ադրբեջանին ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ զերծ մնալ հետագա պատերազմական գործողությունների այն ինչ որ կա։ Ու ես պիտի ասեմ, որ մեր արտաքին քաղաքականությանը դա հրաշալի ձևով հաջողվեց։ Ես սովորաբար չեմ սիրում մանավանդ դեռ
շատ հարցեր կա հետագայում ավելի հստակ լինելու, գովաբանել, փառաբանել, բայց գիտեք ինչ, արվածը ուրանալ եւ ճշմարտությունը չասել, դա նույնպես սխալ է։ Ես հիմա օրինակ շատերին լսում եմ, սկսում են այդ խաղաղության տեսակներ վերլուծել։ Մեկն ասում է դա ապահովագրված խաղաղություն չէ, երաշխավորագրված խաղաղություն չէ։ Հիմա գիտեք ինչ կա, կոնկրետ խաղաղություն է։ Իսկ թե ինչքանով է երաշխավորված, ինչքանով է ամուր, ինչքանով է հարատև, տևական, դա արդեն նաև բոլորիս ջանքերով է պայմանավորված։ Շատ ճիշտ է այդ միտքը վարչապետի, որ պիտի խնայել, փայփայել, գուրգուրել, այո, բոլորս պիտի մեր հերթին ոչ թե կասկածի տակ դնել, սկսել խառնաշփոթ ստեղծել եւ հետո զղջալ։ Ձեզ մոտ էլ է տպավորություն, որ բոլորը չեմ ասին դիմադիրներին, բայց որոշ գործիչներ կարծեք թե տխրում են այս խաղաղությունից։ Գիտեք, ես այնքան տխուր հետևությունների եմ եկել ու մի անգամ հանրային հերոսատեսությամբ արտահայտվել եմ, չեմ ուզում նույնը կրկնել։ Շատ բաների վրա եմ ես արդեն ճիշտ ասած տխրում։ Գիտեք, այդքան շատ իրենք պահանջում էին գերիների վերադարձ եւ ամենաշատ աղաղակող անձիկ ուժերը գերիների վերադարձից ես տեսա ոչ միայն չուրախացան, այլև տխրության նշաններ ես տեսա։ Նույնը այո, այս իրենց խոսույթը, իրենց ամենօրյա գործողությունները, կարծես իրենք ուզենան ինչու գործողություն, պատերազմական ինչ-որ վիճակ չկա, որ իրենք չարախնդան եւ ասեին, տեսեք, որ ասում էինք տևական չի, երաշխավորված չի, այդ զգում է հոգեբանորեն։ Դա շատ լավ զգացվում է, շատ տխուր է։ Շատ հետաքրքիր վերափոխումներ, վերադասավորումներ են տեղի ունենում ընդդիմադիր դաշտում։ Մի քանի օր առաջ Հանրապետական կուսակցությունը համագումար արեց եւ նրանք հայտարարեցին, որ առաջիկա ընտրություններին չեն մասնակցելու, սակայն աջակցելու են ընդդիմադիր ուժերին, ինչպես նաեւ հայտարարել էին, մեղադրելով որոշ ընդդիմադիր ուժերի, այդ թվում իրենց, որ չստացվեց լայն համազգային շարժում ձևավորել։ Մեջ ես մի հատ նուրբ բան նկատեցի։ Իրենք ասեցին Հայաստան դաշինքին աջակցելու են որպիսի շեմը, անցողիկ շեմը հաղթահարի։ Դա ասել են բոլոր ընդդիմադիր ուժերը։ Ես այդպես հասկացա, այսինքն իրենք այստեղ ճշմարտացի են, ուրեմն կասկածի տակ են դնում, որ կարող է շեմը չհաղթահարի եւ իրենք ուզում են աջակցել, որ շեմը հաղթահարի։ Ճիշտ է, դա բավականին իրատեսական է իրենց մոտեցումը, պիտի ասեմ, այո։ Այ դուք նոր խոսեցիք Հայաստանի արտաքին քաղաքականությունից, ինչքան դրական տեղաշարժեր կան, բայց ՀՀԿ-ն կարծեք թե դժգոհ է եւ մերժում է Հայաստանի իշխանության արտաքին քաղաքականությունը։ Բոլորս հիշում ենք 2013 թվականին իրենց վարած արտաքին քաղաքականությունը մեկ գիշերում տեղափոխվել Եվրասիական տնտեսական միություն։ Ինչ կասեք այս մասին։ Լիլի ջան, գիտեք, մենք շատ ջրեր են հոսել։ Ես նույնիսկ 2013-ին մի բան եմ հիշում։ Մենք միասին էինք այդ ժամանակ Հայ ազգային կոնգրեսի շարքերում։ Մենք էլ էինք պայքարում եւ ճիշտ ասած շատ չէինք խորանում երբեմն ինչ նպատակով ենք պայքարում, բայց պարզվում էր իբր այն ժամանակվա իշխանությունը Եվրոասոցիացիան պայմանագիր էր ուզում ստորագրել։ Մենք էլ միասին կարծես թե դեմ էինք, ճնշում էինք գործադրում, ու ես հիմա որ վեր եմ լուծում, դա կարծես էլի այս մեծ երկրի տարբեր դերակատարների իրար դեմ հանելու եւ իր հարցը լուծելու նպատակ ուներ։ Ու ես հիշում եմ դեռ այդ ժամանակներն էր, որ ինձ նկատողություն արեց Արամ Սարգսյանը, ասեց. «Դուք չգիտեք ինչի համար եք այդ հավաքները անում։ Այդ հավաքները անում եք, որպիսի ճնշում գործադրեք եւ այդ օրվա իշխանությունը խուսափի Եվրոասոցիացիան պայմանագիր ստորագրելուց»։ Դե ճիշտ ասած ես չեմ խորացել։ Հետագայում ես այո վերլուծեցի եւ շատ շուտ հասկացա, որ Արամ Սարգսյանը շատ ավելի հեռատես էր եւ ճիշտ էր նկատել եւ ոչ միայն նա, շատերը ովքեր որ արդեն շարքերից հեռու էին։ Հիմա գիտեք, երբ որ Մոսկվայում Հայաստանի վարչապետի եւ Ռուսաստանի նախագահի դա հանդիպում էր ամփոփիչ, ես այստեղ բավականին ուշագրավ պահեր նկատեցի։ Ինչ որտեղ ինձ համար իմ արժանապատվությունը շոյող, երբ որ ես տեսնում եմ մեր փոքր երկիրը հանդես է գալիս
ժողովրդավարության դիրքերից, ավելի հաստատուն, ավելի բարձր նոտայով եւ հնչեցնում է անգամ ինչ որտեղ բացատրական իրոնիայի ոճով, որ ախր չէ որ մենք ժողովրդավարական երկիր ենք, չէ որ մենք չենք կարող այլ երկրի քաղաքացուն, իսկ մյուս կողմը, որ ավելի հզոր երկիր է ներկայացնում, ավելի խեղճացած է, որտեվ բռնատիրություն է, բացակայում է ժողովրդավարությունը, ու ես պիտի ասեմ, որ այդպիսի աջակցությունը իմ կարծիքով ավելի նվաստացրեց հովանավորյալներին։ Դա իմ կարծիքով նվաստացուցիչ, ճարահատյալ նվաստացուցիչ աջակցություն էր։ Իդեպ Պեսկովի եւ այլ գործիչների հայտարարությունները շատերը ասում են, որ սպառնալիք է իր մեջ պարունակում Օվերչուկի հայտնի հայտարարությունը, գիտեք ինչ, որովհետեւ մի քիչ դժվար է մեծ երկրի համար, մանավանդ դա հանրությամբ ամբողջ աշխարհի առջև տեսնել ոնց է փոքր երկրի վարչապետ ավելի հաստատուն արժանապատիվ ժողովրդավարական երկրի դիրքերից հանդես գալիս, հետևապես պետք է իրենք գոնե խոսույթով իրենց ավելի հզորություն, այսպես ասած, եւ ուժը ցույց տան, դրա համար այդպիսի շանտաժային հայտարարություններ հնչում են եւ դեռ շատ կհնչեն։ Պարոն Վարդապետյան, Ծաղկազարդի օրը, երբ վարչապետը շրջում էր փողոցում եւ որոշեց մասնակցել պատարագին, մի տհաճ միջադեպ տեղի ունեցավ, մի երիտասարդ փորձել էր հարվածել վարչապետին, անվտանգության աշխատակիցը կանխել էր, հարվածել էր այդ երիտասարդին, սկսեցին թիրախավորել անվտանգության աշխատակցին, որը որ իր ծառայական պարտականություններն էր ըստ էության կատարում, առհասարակ այս իրավիճակը, հա, դուք եվրոպական բազմաթիվ երկրներում եք լինում, այնտեղ այդպիսի բան լիներ, ինչ կանեի։ Գիտեք, ես նորից ցավով նկատում եմ այս դեպքի շուրջը մի կատաղի ագրեսիվ գթասրտություն եւ բարեսրտություն է դրսևորվում։ Կարծես ուրիշ տեղ ոմանք չունեին այդ բարեսիրական եւ գթասրտության իրենց զգացմունքներին հագուրդ տալու մի այլ առիթ։ Ի վերջո մենք պետություն ենք, պետականություն ենք եւ ի վերջո մենք հոկտեմբերի 27 տեսած ժողովուրդ ենք եւ դեռևս հոկտեմբերի 27-ի փլատակներից դուրս չեկած պետություն ենք եւ եթե մենք չենք գիտակցե որ մեր բոլոր կորուստների պարտությունների հիմքում հենց հոկտեմբերի 27-ն է ու եթե նաեւ չենք հասկանում որ հոկտեմբերի 27-ի թե պատվիրատուները թե կատարողները առ այսօր դերակատարներ են ապա դա շատ վատ է եւ ինչ որ հայտարարություններ եւ այլն ես չեմ ընդունում մենք իրավունք չունենք մեր պետականությունը հարվածի տակ դնելու այստեղ քննարկման ուրիշ նյութ չկա տարիքը հիվանդությունը մյուսը այո եվրոպական երկրներ կարող է շատ ավելի դժբախտ ավարտ ունենալ եթե այն ժամանակ միայն անունը տալուց հիշեք հայտնի դեպքը Արագաս Պապլավոկի հա հիմա ինչի մասին է խոսք այդ ինչ համեմատություններ են անում իհարկե ես էլ որևէ մեկից պակաս բարեսիրտ եւ գթասիրտ չեմ, ես չեմ ուզենա որևէ մեկը գնա անտեղի, եթե իրոք անտեղի է, բայց նաեւ մի բան, մենք ունենք համապատասխան մարմիններ։ Մի հատ թող հետևեն, հետաքննություն անցկացնեն։ Ինչպես է դեպքը եղե։ Ով է բերե հասցրե այդտեղ, ով է դրթե։ Եվ եթե կա կոնկրետ դրթիչ, ապա թող դրթիչը պատասխան տա երեխայի փոխարեն։ Երեխայի ասում եմ, չնայած 18 տարեկանը երևի երեխա չէ։ Եվ գիտեք մի ցավալի բան եւս։ Ես օրինակ այսքան ժամանակ չգիտեմ, ուշադիր հետևել եմ, միգուցե չեմ տեսել։ Դուք տեսել եք երեխայի կամ շրջապատի ծնողների կողմից զղջալու չեք լսել, ես է չեմ լսել։ Դա է ինձ նաև զարմացնում, որ կարող է ինչ-որ զղջալու նաև խոսք հնչեր եւ չեմ լսել։ Այսինքն կողմերին, հասարակությանը, որոնք բարկացել են այդ երևույթից, իշխանության կողմնակիցներին, վարչապետի կողմնակիցներին զայրացրել է այդ երևույթը, բայց իրենք որևէ զղջման քայլի չեն գնում։ Բայց հիմա գիտեք, ես տեսնում եմ նաև, այսպես ասած, մի խումբ կազմող մարդիկ կան, որոնց ես չեմ թաքցնում անվանում եմ չարագուշակ բայղուշների խումբ, այսինքն իրանք այնքան է մի բան լինի, որ ուզենան այդպես կարճել ու
ուղղակի վատաբանել, սևացնել։ Եվ ահա դրանք հիմա էլ պարսավանքի են ենթարկում, երեխայի տարիքն են մեջ բերում, առողջական վիճակը եւ այլն։ Հա, ու այդ մարդկանց երբ որ ես լսում եմ ու կարդում եմ, ես այնտեղ տողատակերում դե նաև հոգեբանական ես վերլուծություն կարող եմ իրականացնել, ոնց որ ասեն, դե անում էիր կարգին մի բան անեիր, ինչպես չստացվեց, այդ ափսոսանքը, այդ զայրույթը իրենց մեջ ոնց որ կա։ Այսինքն, երբ որ բացատրում ես, որ եթե օրինակ անվտանգության աշխատակիցը չկանխեր, գիտեք, անվտանգության աշխատակիցը մեկ այլ երկրում կարող էր ուղղակի վնասազերծել զենքով։ Գիտեք ինչպես, Աստված մի արածց է, այո։ Բայց պետք է տան ինչը նկատի ունեն, նորից եմ ասում, պետականությունը չի կարելի, մենք մեր պետականությունը խարխլենք, այսինքն մենք հիմա այս մեր զիջողականությամբ և հարմարվողականությամբ ուզում ենք Նաիրի Հունանյաններ բուծել, էդ է մեր ուզածը, ես կարծում եմ, որ ոչ, պետք է հաստատակամորեն մերժել։ Այդ միջադեպից հետո, երբ վարչապետը մեկնեց Մոսկվա հանդիպելու Վլադիմիր Պուտինի հետ, շատ զարմանալի էր, որ Հայաստանի դեսպանատան առաջ տեղի ունեցավ էլի բողոքի ակցիա, այդ երկրում ընդհանրապես բողոքի ակցիաներ չեն լինում։ Իմիջայլոց դարձյալ Հայաստանի եւ հայկական դեպքերի առիթով Ռուսաստանը ժողովրդավարական վերելք է ապրում։ Եվ ես չգիտեմ, իմիջայլոց Մոսկվայում երբ որ ժամանակ առ ժամանակ լինում էի, այնտեղ անգամ ինչ-որ սոցիալական փոքրիկ խնդիրներով այդ Կրեմլի տարածքում էր կամ մի քիչ ավելի հեռու, երբ որ մարդիկ ինչ-որ փոքր շարժ անգամ ուզում էին բողոքի, ես ապշում էի, այդ ինչ արագությամբ էին, այսպես սնկի նմանաճում, ոստիկանները վերցնում ու չեզոքացնում։ Հիմա ես նայում եմ, բավականին մարդիկ են հավաքվում եւ քահանաներ, որքան զարմանալի է։ Անպակաս է դա իհարկե։ Եվ խնդրեմ այս մասով ամփոփելով, հա, Էջմիածինը ոչ մի դատապարտող խոսք չասեց իր քահանաների պահվածքի մասին, միջադեպի մասին էլ պարզապես ցավեցին միջադեպի։ Չէ, գիտեք, արդեն շատերը կորցրել են իրենց միջև վերջ։ Անկամ նաև երևի չեն հասկանում, որ իրենք ում են ծառայում, ում նկատի ունեմ Բարձրյալին եւ գոնետարական բարոյական իրենց վարքագիծը պահպանեն։ Ես նույնիսկ համոզված եմ, որ շատ բաներ անգամ իրենք են ուղղորդում եւ գլխավոր դերակատարը հանդիսանում, դժբախտաբար։ Դե Մոսկվայի դեպքում վստահաբար Կտրիշ Ներսիսյանի եղբայրը պետք է չեմ կասկածում, այո, բոլորիս դա հայտնի է իհարկե, որևէ գաղտնիք չկա անշուշտ։ Եվ իմի բերելով այս ամենը, ինչ սպասել մինչև ընտրությունները, ինչի ականատես կլինենք։ Ես գիտես Լիլի ջան, ինչ եմ ցանկանում։ Մենք այսպես նստում ենք, խոսում ենք, դուք էլ ում հետ ասես խոսում եք, օրական քանի հոգու հետ եք խոսում, բայց ուզում եմ մեր այս խոսակցությունը ինչ որ դրական արդյունքներ տա մեր հասարակությանը։ Ես մի առաջարկ ունեմ։ Մենք պարտավոր ենք ճիշտ ուղղություն ընտրել։ Կուսակցություններ, անձեր, այս ամենը թողնենք մի կողմ, ընտրենք ճիշտ ուղղություն։ Մենք գնում ենք մեր պետականությունը, ինքնիշխանությունը, խաղաղությունը ամրապնդելու կայուն եւ հզոր դաշնակիցների հետ տնտեսություն եւ մնացած բոլոր մշակույթ, առողջապահություն զարգացնելու, թե մենք նորից խարխափելու ենք անորոշության, ոչ հուսալի դաշնակցի, պատերազմական իրավիճակների, նորագույն կորուստների։ Իհարկե մենք պետք է առաջին ուղղություն ընտրենք։ Հիմա գիտեք ինչ, մարդիկ կան կարող է ասեն, գիտեք, ես այս իշխանությունից հիասթափված եմ եւ այլն, ես չեմ կարող պարտադրել։ Ես էլ առաջարկում եմ այլ ընտրանք, ասում եմ հիասթափված ես, ուրեմն արևմտամետ այս ուժը։ Բայց նաեւ հիմա մեր այս խոսակցության համար ամենակարևորը, որ ես պիտի այս հարցը հնչեցնեմ եւս մեկ անգամ եւ թույլ տվեք մեծամտություն չլինի, երևի առաջիններից մեկը ես իմ գրավոր տեքստերում նշել եմ, մենք պետք է հոկտեմբերի 27-ի մարտի 1-ի հետ առնչվող որևէ ուժի չթույլատրենք ընտրական գործընթացների մասնակցել։ Մենք պետք է արգելենք օտար, դրսից եկող, ֆինանսավորվող, քանիսը ուզում է լինի, ով ուզում է լինի։ Եվ դրանով մենք նպաստավոր պայմաններ ենք ստեղծում մեր քաղաքացուն գնալ եւ գաղափարական գիտակցված ընտրություն կատարել։ Թող ընտրություն կատարեն եւ
Որքան լավ կլինի մի քանի արևմտամետ կողմնորոշման հոսանքներ պարլամենտում հայտնվեն, ներկայանալի լինի Արամ Սարգսյանը իր կուսակցությամբ, այնտեղ լինի Շիրինյանը, այնտեղ լինի մյուս արևմտամետները, բոլորին հաջողություն, բոլորին մեր գաղափարական ուղղության կուսակցությունները, ոչ թե գնալ մտածել ինչպես անենք, որ այս ուժը պետականության տակ ական չդառնա, չենք ուզում ական, ես մի լավ խոսք եմ ասել, ուրեմն եկեք հունիսի 7-ին աղբը թափենք, աղբը նկատի ունեմ, երկիրը ապակայունացնող, այդ շարասյուներ կազմող, պետականության դեմ պայքարող ուժերից ձերբազատվելու եւ իմիջայլոց հունիսի 7-ին շատ լավ կերևա, ի վերջո Հայաստանի պետականության դեմ պայքարող կոնկրետ քանի քաղաքացի գոյություն ունի եւ ես հուսով եմ, որ դրանց թիվը պետք է լինի նվազագույն։ Ես այդ հույսը ունեմ։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ մենք զրուցում էինք բժիշկ հասարակական մշակութային գործիչ Վահան Վարդապետյանի հետ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար